Թրջող սարքերով համալրված այս զորքերը մարմնավորում են զինված ուժերի տեխնոլոգիական բացարձակ գերազանցությունը։ Նրանք յուրային զորքերի խելացի վահանն ու սուրն են և ապահովում են երկնքի կատարյալ վերահսկողությունը առավելագույն արդյունավետությամբ։ Անօդաչու թրջող սարք կայծակ։ Այս թեթև սարքը նախատեսված է շարժական և անշարժ նշանակետերի խոցման համար։ Ունակ է թիրախներ խոցել մինչև 17 կիլոմետր խորությամբ։ Անօդաչուն իր փոքր չափերով, սակայն բարձր մանևրությամբ ինտեգրվելով հատուկ նշանակության ստորաբաժանումներում, հարկ եղած դեպքում կիրառվում է պայմանական հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը հետմռելու համար։ Հաջորդը հայրենական արտադրության Airworker ընկերության AW5R անօդաչուն է։ Այն նախատեսված է օդային լուսանկարահանում իրականացնելու համար։ Ունակ է գործել 30 կիլոմետր շարավով։ Այն արդյունավետ միջոց է քարտեզագրման, ինչպես նաև հատուկ նշանակության խնդիրների կատարման համար։ Իր զանգվածաչափական փոքր բնութագրերի շնորհիվ աննկատ է պայմանական հակառակորդի ռադիոլոկացիոն համակարգերի համար։ Շահագործման տեսանկյունից դյուրին է և պարզ։ Տարբեր տեսակի անօդաչուների ներդրումը զինված ուժերում կարող է զգալիորեն նպաստել անօդաչու թրջող սարքերի զորքերի մարտական հնարավորությունների բարձրացմանը, ինչպես նաև պայմանական մարտական գործողությունների արագ փոփոխվող իրավիճակներում աջակցի հրամանատարությանը կայացնելու առավել նպատակային ու ճշգրիտ որոշումներ։ Ներկայացնում ենք հայրենական արտադրության Aerodynamics ընկերության Mehu 5 անօդաչու թրջող սարքը։ Mehu 5-ը նախատեսված է պայմանական հակառակորդի զրահապատ տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման համար։ Կարող է թրջել 90 կմ/ժ արագությամբ։ Ունակ է խնդիր կատարել 40 կմ շարավղով։ Միջոցը համալրված է արհեստական բանականության տարրերով, որոնք նախադրյալներ են ստեղծում պայմանական մարտադաշտում արագ կողմնորոշվելու և նշանակետերն արդյունավետ խոցելու համար։ Համակարգի կազմում կարող է օգտագործվել վերահաղորդման կայան, ինչը հնարավորություն է տալիս խնդիրները կատարել առավելագույն արդյունավետությամբ և շահագործող անձնակազմի կորստի նվազագույն ռիսկով։ Անօդաչու թրջող համակարգերի կիրառման ժամանակակից գաղափարի ներդրումը, որը ներառում է դրանց շահագործումն արհեստական բանականությամբ և հարվածային անօդաչու թրջող սարքերի խմբային կիրառմամբ, կարող է էականորեն փոխել պայմանական մարտական գործողությունների ընթացքը։ Սկարիվ ընկերության հայրենական արտադրության SPM1 անօդաչու թրջող սարքը նույնպես նախատեսված է օդային լուսանկարահանման, քարտեզագրման և հատուկ նշանակության խնդիրների կատարման համար։ Կարող է զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն, խնդիր կատարել 50 կմ շարավղով և 6000 մետր բարձրության վրա։ Այս անօդաչուի միջոցով ստացված լուսանկարները առանց որևէ հատուկ տեխնիկական միջոցների կիրառման շատ կարճ ժամանակահատվածում վերածվում են բարձր ճշգրտության քարտեզի, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս դուրս բերել ճշգրիտ կոորդինատներ և այն փոխանցել խոցում իրականացնող ստորաբաժանումներին։ Վերթիրն իրականացվում է ռետինե մեկնարկիչով, իսկ վայրեջքը անկարգելով։ Շահագործման տեսանկյունից շատ պարզ և արդյունավետ միջոց է։ Բանակի պաշտպանունակության բարձրացման համար կարևոր նշանակություն ունի ինչպես զինված ուժերի անօդաչու թրջող սարքերի ստորաբաժանումների համալրումը գերժամանակակից նմուշներով, այնպես էլ հայրենական ռազմաարդյունաբերության համահունչ և շարունակական զարգացումը։
UL Villab ընկերության հայրենական արտադրության UL350-ը նույնպես կիրառվում է օդային լուսանկարահանում եւ տեսանկարահանում իրականացնելու համար։ Այն անընդմեջ կարող է օդում լինել մինչև 7 ժամ 6000 մետր բարձրության վրա եւ թռիչք կատարել 100 կիլոմետր շարավղով։ Այն համալրված է ավտոնոմ էլեկտրասլուցման եւ ալեհավաքային համակարգերով, տարբեր նշանակության տեսախցիկներով, գիշերային եւ ցերեկային պայմաններում տարատեսակ խնդիրների կատարման համար։ Համակարգի վերգետնյա ղեկավարման կայանը շարժական է, որը նախատեսված է ինչպես անօդաչուների եւ դրանց կիրառման համար տարատեսակ բաղկացուցիչ մասերի, այնպես էլ շահագործող անձնակազմի տեղափոխման համար։ Անօդաչուն կարող է ղեկավարվել ցանցային եղանակով, ցանկացած անօդաչու թռչող սարքի ղեկավարման կետից, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու անօդաչուի ղեկավարում հանրապետության ամբողջ տարածքով։ Հաջորդը Դավարո ընկերության հայրենական արտադրության հետախուզահարվածային DEV-11 անօդաչուն է։ Այս սարքի նպատակն է հայտնաբերել թեթև զրահապատ եւ ոչ զրահապատ տեխնիկաներն ու ոչնչացնել դրանք։ Զարգացնում է 97 կմ/ժ արագություն եւ ունակ է խնդիր կատարել մինչեւ 50 կմ շարավղով։ Սարքի հիմնական առավելություններից են ժամանակի իրական պահին հետախուզություն իրականացնելը, նշանակետերը հայտնաբերելը եւ խոցելը, որոնք կարող են իրականացվել ինչպես ավտոմատ, այնպես էլ օպերատորի թիրախավորմամբ։ Հետախուզահարվածային այս անօդաչուի վերթիրն իրականացվում է ռեակտիվ մեկնարկիչով, ինչն էապես կրճատում է հաջորդ անօդաչուի նախապատրաստման եւ մեկնարկի տևողությունը։ Իր զանգվածաչափային տվյալների շնորհիվ այս անօդաչուն կարող են կիրառել ցանկացած զորատեսակի ստորաբաժանումներ։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը մեծ ազդեցություն է ունեցել ռազմական ոլորտի վրա։ Այդ փոփոխությունների կարևոր բաղադրիչներից են անօդաչու թռչող սարքերը, հատկապես հետախուզահարվածային անօդաչուները, որոնք համատեղում են հետախուզության եւ հարվածային գործողությունների հնարավորությունները։ Հրապարակում է հայրենական արտադրության DEV-11-ը, որն ի տարբերություն DEV-11-ի նախատեսված է վերգետնյա ստացիոնար նշանակետերը խոցելու համար։ Այս անօդաչուի մարտական մասը բեկորաֆուգասային կումուլյատիվ է։ Խնդիր կարող է իրականացնել մինչև 150 կմ հեռավորության վրա։ Անօդաչուի վերթիրը նույնպես իրականացվում է ռեակտիվ մեկնարկիչով։ Մեկնարկից հետո ամբողջ թռիչքն իրականացվում է ինքնավար, նախապես հայտնաբերված կամ նրա հետախուզված նշանակետերի խոցման համար առանց օպերատորի միջամտության։ Հավելյալ հնարավորություն է ստեղծվում շատ կարճ ժամանակում կատարել բազմաթիվ մեկնարկներ եւ շահագործող անձնակազմի անվտանգության համար ապահովել բարենպաստ պայմաններ մեկնարկի վայրն արագ լքելու համար։ Հարվածային անօդաչուները դարձել են ժամանակակից ռազմական գործողությունների անբաժանելի մաս։ Նրանց զարգացումը շարունակվում է, ներառելով ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ։ Կանխատեսվում է, որ ապագայում դրանց ազդեցությունը պայմանական ռազմական գործողությունների վրա առավել կմեծանա։ DEV ընտանիքի հաջորդ նմուշը հայրենական արտադրության հետախուզահարվածային DEV-3 անօդաչու թռչող համակարգը նախատեսված է հետախուզության իրականացման եւ տարբեր տեսակի նշանակետերի հայտնաբերման ու ոչնչացման համար։ Կարող է առաջադրանքը կատարել 300 կմ հեռավորության վրա։ Ինչպես նախորդը, այս անօդաչուի մեկնարկը եւս կատարվում է ռեակտիվ մեկնարկիչով։ Այն DEV-3-1-ի արդիականացված տարբերակն է եւ համալրված է ժամանակի իրական պահին հետախուզություն իրականացնելու, տեսազդանշանը եւ հայտնաբերված նշանակետերի կոորդինատները վերգետնյա ղեկավարման կայանին փոխանցելու համակարգերով։ Համակարգի ղեկավարման կայանը դյուրակիր է, ինչն ըստ անհրաժեշտության մեկնարկային կետերի արագ փոփոխման հնարավորություն է ընձեռում։ Հայերական ռազմաարդյունաբերության եւ հայկական ինժեներական մտքի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված DEV-3 հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքը կարճ ժամանակում ինտեգրվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։
Զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի զորքերի ստորաբաժանումները ներկայացնում են հակառադիոլոկացիոն որոտ 1-ը։ Սա զորատեսակի սպառազինության այն տեսակներից է, որը նախատեսված է պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերի ղեկավարման կայանների ոչնչացման համար։ Կարող է զարգացնել մինչև 220 կմ ժամարագություն։ Անօդաչուն տեխնոլոգիական ժամանակակից լուծումներից է և համարվում է ռադիոլոկացիոն համակարգերի ահն ու սարսափը։ Այն հնարավորություն ունի հայտնաբերել և խոցել գրեթե ցանկացած տեսակի ռադիոլոկացիոն կայան։ Վերթիրն իրականացվում է ռեակտիվ մեկնարկիչով։ Այս անօդաչուն ևս կարևոր դեր է խաղում ժամանակակից ռազմական գործողություններում, հատկապես հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ պայքարում։ Հիմնական առավելություններից են նվազեցնել պայմանական հակառակորդի ռադիոլոկացիոն հայտնաբերման համակարգերի հնարավորությունները և նպաստավոր պայմաններ ստեղծել յուրային ավիացիայի և անօդաչուների կիրառման համար։ Հաջորդ անօդաչու թռչող սարքը IDS ընկերության հայրենական արտադրության Շտորմ 320-ն է, որը նախատեսված է օդային լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնելու համար։ Ուղղահայաց վերթիր վայրեջքով այս անօդաչուի թռիչքի շարավիղը կարող է հասնել մինչև 120 կմ-ի։ Ուղղահայաց վերթիր վայրեջքի հիմնական առավելություններն են ցանկացած վայրից առաջադրված խնդրի կատարումը, շահագործման պարզությունը և վնասվածքների նվազագույն ռիսկը, կարող է ծառայել նաև որպես կապի վերահաղորդիչ։ Անօդաչուի տեսախցիկը համադրված է նաև լազերային հեռաչափով, ինչը բավականին արդյունավետ միջոց է հրետանու կրակի կոորդինացման համար։ Իսկ ահա արհեստական բանականության տարրերով համալրված Մեհու 1 անօդաչու հարվածային թռչող սարքերը նախատեսված են պայմանական հակառակորդի տարբեր տեսակի նշանակետերը խոցելու համար։ Կարող են խնդիր կատարել մինչև 60 կմ շարժումով։ Կախված նշանակետի բնույթից այս սարքը թիրախների խոցումն իրականացնում է թե մեկական մեկնարկով, թե պարսային սկզբունքով։ Այժմ ցուցադրվում են հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերի նորագույն նմուշները։ Հրապարակում է Դավարո ընկերության հայրենական նորագույն արտադրության նմուշներից BIP 10 անօդաչու թռչող սարքը։ Այն նախատեսված է օդային լուսանկարահանման, տեսանկարահանման և հրետանու կրակի կոորդինացման համար։ Անօդաչուի թռիչքի շարավիղը կարող է հասնել մինչև 100 կմ-ի։ Այն համարվում է ժամանակակից հետախուզական միջոց, որը համալրված է տարբեր նշանակության պարագաներով։ Հրապարակում է ULV Lab ընկերության հայրենական արտադրության հետախուզության արդյունավետ միջոց UL450-ը, որը երկարատև թռիչքային պաշարով միջին արագությամբ թռչող անօդաչու է, նույնպես նախատեսված է օդային լուսանկարահանման, տեսանկարահանման և հրետանու կրակի կոորդինացման համար։ Անօդաչուի թռիչքի շարավիղը կարող է հասնել մինչև 200 կմ-ի։ Հաջորդ առավել հզոր հետախուզահարվածային անօդաչուն Դավարո ընկերության հայրենական արտադրության DEV 4-ն է։ Հիմնականում նախատեսված է պայմանական հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար։ Գործողության շարավիղը ղեկավարման կայանից կազմում է 100 կմ։ Մինչ հարվածային բաղադրիչը գործի դնելը, անօդաչուն ինքնուրույն իրականացնում է հետախուզություն և համապատասխան նշանակետերի հայտնաբերման պայմաններում օպերատորն իրականացնում է ռմբանետում։ Դավարո ընկերության հայրենական արտադրության DEV K անօդաչու թռչող սարքը նախատեսված է 300 կմ հեռավորության 9000 մետր բարձրության վրա թռչող օդային նշանակետեր խոցելու համար։ Այն հակաօդային պաշտպանության միջոց է, պատրաստ է ոչնչացնելու պայմանական հակառակորդի միջին արագությամբ թռչող օդային նշանակետերը։ Այս անօդաչուի վերթիրը կատարվում է մեկնարկիչով, իսկ վայրեջքը անկարգելով։
Որոտ 2 հեռահար հալվածային անօթաչուն մնալով օդում 6 ժամ իրականացնում է տարբեր հեռավորության վրա հայտնաբերված բազմապիսի նշանակետերի ոչնչացում։ Վերթիրն իրականացվում է մեկնարկային կոնտեյներից ռեակտիվ մեկնարկիչով։ Մեկ անգամյա օգտագործման միջոց է, համալրված է բազմաֆունկցիոնալ մարտական մասով, որը նախատեսված է ռազմավարական նշանակության նշանակետերի խոցման համար։ Համակարգի մաս կազմող շարժական ղեկավարման կայանը նախատեսված է ինչպես խնդիրների պլանավորման և կատարման, այնպես էլ շահագործող ու կիրառող անձնակազմի տեղափոխման համար։ Այս միջոցն արդյունավետ կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակի։ Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերության կոմիտեի, զինված ուժերի և անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների միջև սերտ համագործակցության շնորհիվ ստեղծվել է յուրահատուկ տեխնոլոգիական լուծմամբ հագեցած անօդաչուներ։ Նմանատիպ անօդաչուները բարձրացնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առջև դրված խնդիրների կատարման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պահպանման և պաշտպանության արդյունավետությունը։ Եվ հրապարակ է մտնում անօդաչու թռչող սարքերի զորքերի հսկան, աղեղ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքը։ Երկարատև թռիչքային պաշարով բազմաֆունկցիոնալ այս անօդաչուն նախատեսված է հետախուզություն իրականացնելու, նշանակետերը հայտնաբերելու և ոչնչացնելու համար։ Աղեղի թևերի բացվածքը 18 մետր է, երկարությունը 8,5 մետր։ Կարող է թռչել 200 կմ/ժ արագությամբ, 28 ժամ տևողությամբ։ Ծովի մակարդակից կարող է բարձրանալ մինչև 8600 մետր։ Թռիչքի շարավիղը 2000 կիլոմետր է։ Պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից պաշտպանված այս անօդաչուն ոչ միայն աներևույթ հետախույզ է, այլև ցանկացած պահի կայծակնային հարված հասցնելու զենք։ Անօդաչու թռչող համակարգը համալրված է հնարավոր բոլոր տեսակի, ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային օգտակար բեռներով։ Ժամանակակից ռազմական գործողություններն անհնար է պատկերացնել առանց անօդաչու թռչող համակարգերի մասնակցության, որոնք արդեն իսկ հետախուզական, բազմաֆունկցիոնալ, հարվածային կարևորագույն միջոցներ են, ու այս անօդաչուների արդյունավետ կիրառումը շատ դեպքերում որոշում է ռազմական ընդհարումների ելքը։ Անօդաչուները հմտորեն շահագործելու նպատակով պարբերաբար աշխատանքներ են ընթանում ստորաբաժանումներում համապատասխան կազմաստիկային փոփոխություններ կատարելու և համապատասխան գիտելիքներով լի անձնակազմ պատրաստելու համար։ Այս պահին մայրաքաղաք Երևանի երկնքով Հանրապետության հրապարակի վրայով անցնում է զինված ուժերի ավիացիան։ Զորատեսակի գլխավոր առաքելությունն օդային և ցամաքային տարածքների պաշտպանությունն է, մարտերի վարումն ու թիրախների ճշգրիտ խոցումը։ Օդում բազմաֆունկցիոնալ Mi-17V5 ուղղաթիռներն են, բազայի հրամանատար, առաջին կարգի մարտական օդաչու, մարտական խաչ առաջին աստիճանի իշխանանշանակիչ, գնդապետ Տիգրան Աշոտյանի ղեկավարությամբ։ Երկնքի անվիճելի արքան ապահովում է օդային վերահսկողությունը, կատարելապես համադրելով գերարագ մանևրությունն ու ծանր սպառազինության ուժը։ Ուղղաթիռները նախատեսված են զորքերի և բեռների տեղափոխման, ցամաքային զորքերի կրակային աջակցության, որոնողափրկարարական աշխատանքների համար։ Օդում են Su-30SM բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանի ճգնաթիռները, ավիացիայի պետ մարտական ծառայության մեդալակիր գեներալ-մայոր Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ։ Համալրված են փոքր և միջին հեռավորության օդ, միջին հեռավորության օդ ռադիոլոկացիոն դասի ավիացիոն հրթիռներով, հեռավար ու միջին հեռավորության ավիացիոն կառավարվող Սավառնով ռումբերով։ Նրանց են հաջորդում Su-25 գրոհային ինքնաթիռները, բազայի հրամանատար
Առաջին կարգի մարտական օդաչու, մարտական խաչ երկրորդ աստիճանի իշխանության ասպետ գնդապետ Սամվել Թավադյանի ղեկավարությամբ ինքնաթիռները նախատեսված են հիմնականում ցերեկային պայմաններում ցամաքային զորքերին մարտի դաշտում անմիջական կրակային աջակցության համար։